Մենք մյուս կառավարությանից նաև դա կբերենք եւ հնարավորություն կտանք նաև սահմանամերձ մեր բնակավայրերին երիտասարդ ընտանիքներին կամ առասարակ բոլոր քաղաքացիներին, որոնք որ ցանկություն կունենան սահմանամերձ համայնքներում բնակարան կառուցելու, իրենց նույնպես պետական աջակցության նոր ծրագիր կիրականացնենք։ Շատ լավ, եւ ես ուզում եմ հիշեցնել նախապատմությունը, որ այս քննարկումը, այս հանձնարարականը ես տվել եմ ազգային ժողովի կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի ընթացքում, երբ որ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը այդ հարցը բարձրացրեց, որը մենք չէինք նկատել, չէինք դիտարկել, եւ սա ասում եմ այն համատեքստում, երբ որ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանական հայտարարություններ են տարածում, թե կառավարությունը մեր առաջարկները հաշվի չի առնում, կառավարությունը մեր ասածը չի լսում, այնտեղ որտեղ կա որոշակի հանգամանքներ մենք տեսնում ենք եւ գնահատում ենք, այդտեղ հիմա հաջորդ այդ որոշումը երբ որ մենք ընդունենք, հենց այդպիսի շատ տիպիկ օրինակ է, որ մենք լավ էլ լսում ենք, լավ էլ տեսնում ենք եւ նաեւ հաշվի ենք առնում այնտեղ, որտեղ դա ընդունելի է, իրատեսական է եւ համապատասխանում է կառավարության ծրագրին եւ պատկերացումներին։ Շատ լավ, ըստ այդմ դրվում է համեցեք կոնկրետ։ Ուղղակի նոր մտքով անցավ պարոն վարչապետ, եթե էլեկտրոնային հարթակներով տեղ հասցնելը տեղեկատվության բարդ է մարզերի տեսանկյունից, ես առաջարկում եմ պարոն Քերոբյանի ասածին զուգահեռ նաև հայփոստի ռեսուրսը օգտագործենք, եթե պետքա թղթային ձևով այդ ինֆորմացիան հասցնենք կետերել, այստեղ կարելի է նախարարներով որ քննարկեք, ինձ թվում է լավ լուծում կլինի։ Գիտեք, կարելի է նաև հենց ուղղակի կամ գնալ մարզեր, համայնքների ղեկավարներին, վարչական շրջանների ղեկավարներին հավաքել եւ բան անել, պրեզենտացիա անել, ցույց տալ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի մարդիկ աշխատեն։ Շատ լավ, բան եք ավելացնել։ Եթե կարելի է, պարոն վարչապետ, ըստ էության 1 տարի արդեն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները գործում են եւ մենք մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների եւ ՄՍՑ-ի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներգրավմամբ ժամանակ առ ժամանակ մենք հանդիպումներ կազմակերպում ենք եւ ոչ միայն այս ծրագրը, այլ առհասարակ ոլորտում իրականացող տարբեր ծրագրեր նաեւ քաղաքացիների հրավիրելով զեկուցում ենք, բայց բնականաբար դա բավարար չի եւ մյուս աղբյուրներն էլ անպայման կօգտագործենք։ Շատ լավ։ Եկեք չմոռանանք, որ վերջնարդյունքը հետեւյալը պետք է լինի, որ երբ որ մենք պոտենցիալ շահառուին հարցնում ենք, տեղյակ եք, որ այսպիսի բան գոյություն ունի, իրենց պատասխանը լինի դրական։ Այսինքն կատարման որակը այդ մյուս կողմից պետք է ստուգենք, որովհետեւ մենք միջոցառումներ կարող ենք անել, բյուջեում կարող ենք նախատեսել, բայց մեկ այդ մարդը կարող է արդյունքում տեղյակ չլինել։ Մեր նպատակը որ մարդը տեղյակ լինի եւ իմանա, ունենա անհրաժեշտ տեղեկատվություն որոշում կայացնելու համար։ Դա մեր պարտականությունն է եւ պարտավորությունն է։